Այսօր շատ կարևոր հյուրեր ունենք եւ պատրաստելու եմ հայկական խոհանոցի անբաժան ուտեստներից երկուսը՝ տոլմա եւ խաշլամա։ Տոլմայի աղացած մսին ավելացնում ենք նկարագրությունների բաժնում գտնվող բոլոր բաղադրիչները։ Իմ տատիկի բաղադրատոմսով մենք նաեւ ավելացնում ենք չաման, դուք էլ փորձեք, շատ համեղ է ստացվում։ Պետք է ստանանք այս մածուցիկության միս։ Ամառային տոլմայի համար նաեւ լցոնելու եմ բանջարեղեններ։ Բանջարեղենների հանած միջուկները մանր կտրտում ենք եւ ավելացնում մսին։ Բանջարեղենների մեջ աղ ենք լցնում եւ լցոնում մսով։ Հասանք այս process-ի բարդագույն հատվածին՝ տոլման փաթաթելուն։ Տոլմաները աշխատում ենք փաթաթել շատ ձիգ, որպեսզի եփելու ընթացքում չքանդվեն։ Ամեն շերտի վրա կտրտած լոլիկ ենք լցնում եւ ամենավերջի շերտին դնում լցոնած բանջարեղենները։ Նույն կերպ ձիգ փաթաթում ենք նաև տերևով տոլման, սակայն այս տարբերակում արդեն շերտերին լոլիկ չենք ավելացնում։ Տոլմաները եփվելուց հետո ավելացնում ենք տոմատաջուր եւ եփում եւս 5 րոպե։ Հերթը խաշլամայինն է, բայց այն եփում ենք բակում, որպեսզի քույրս տնից չփախչի։ Եփած մսի ջուրը քամում ենք, ավելացնում բանջարեղենները եւ 1 շիշ գարեջուր եւ եփում եւս կես ժամ։ Ստանում ենք առանց տհաճ հոտի եւ ոսկորը մսից առանձնացող միս։